trophy. It's life entertainment only. I be playing all these boys. I don't need no one to coach me. When you hit me with some player shit, I send a peace emoji. Rest in peace to Kobe. You're stepping like a Nova. You're not the me. Me holding you back until the past. Me, don't leave with me. Բարի օր հարգելի հեռուստադիտողներ, Free News հեռուստաընկերության տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ ազգի երգչուհի Օֆիին։ Օֆի, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ ուրախ ենք նաեւ քեզ մեր տաղավարում հյուրընկալելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում արդեն հասցրել ես բավականին մեծ ճանաչում ձեռք բերել, հասարակության լայն շրջանակների կողմից հայտնի դառնալ, այ քեզ համար ինչպիսին է ներկա իրականությունը այն իմաստով, որ մինչև ճանաչում ձեռք բերելը եւ հիմա կան տարբերություններ ինչ-որ։ Շատ, օրինակ կյանքը լրիվ տարբեր էր, ես ամեն օր գնում էի գործի, սովորում էի, բարի էի գնում, իսկ հիմա ոչ մի բան չկա, ես միշտ ստուդիա եմ լինում, կամ հարցազրույցի եմ լինում, կամ երգում եմ, կամ այնց բաներ, շատ տարբեր է։ Խնդրում եմ մեզ պատմես այն Օֆիի մասին, որի մասին մինչև այս պահը գուցե եւ չես խոսել։ Այսինքն ինչ նախասիրություններ ունես, ինչպիսին ես դու առօրյա կյանքում, ինչով ես զբաղվում երաժշտությունից, հա, երգարվեստից դուրս։ Երգից բացի սիրում եմ պարել, 16 տարի պարող եմ եղել և երևի նկարչություն, մնացածը լիքը բան եմ պատմել ես իմ մասին։ Ցավոտ թեմայի մասին ենք հիմա խոսելու, քո մանկության մասին, այն իմաստով, որ տեղյակ եմ, որ բավականին դժվար մանկություն ես ունեցել, բավականին ծանր մանկություն ես ունեցել, քեզ տատիկն է մեծացրել եւ բավականին դժվարությունների միջով ես անցել։ Չեմ խնդրելու պատմել դրանց մասին, որովհետեւ նախկինում էլ բազմիցս առիթներ ունեցել ես խոսել դրանց մասին եւ հասկանալի է, որ անընդհատ այդ թեման, հա, այսպես ասած, քննարկելը, խոսելը մի փոքր այն չէ, բայց ինչպես ես կարողացել հաղթահարել այդ դժվարությունները եւ այսօր հասարակությանը ներկայանալ այն կերպարով, որով որ քեզ տեսնում ենք։ Դե տատիկի հետ եմ մեծացել, տատին ինձ արել, որ ես չեմ զգացել իմ ծնողների պակասությունը։ Իմ ընտանիքն էլ նույն ձև, քուրիկներս, հորքուրներս, հոպարներս, ինձ են արել, որ ես ոչ մի բանի պակասություն չեմ զգացել։ Դժվար չի եղել քեզ համար։ Անչափահաս տարիքում ես եղել եւ հաշվի առնելով նաեւ այն տարբերությունները, որոնք որ կան, այն նաեւ ապրելակերպը Միացյալ Նահանգներում, քանի որ հենց այնտեղ ես ծնվել, մեծացել, այնտեղ ես դպրոց հաճախել, այդ առումով ինչ խնդիրներ ես ունեցել։ Ես որ հասել եմ այն տարիքին, որ նոր հասկացել եմ ես ինչ եմ կորցրել, այդ ժամանակա դժվար եղել, որովհետեւ ես շատ փոքր եմ եղել ու չեմ հասկացել։ Բայց որ հասա այն տարիքին, երբ որ ես պապայիս կարիքը ունեի, մամայի կարիք ունեի, այդ ժամանակ սկսեց ամեն ինչ մի քիչ դժվար լինելը։ Ինչպես օրինակ։ Օրինակ, երբ որ մամայի կարիքն եմ զգում, պապայի կարիքն եմ զգում, հոգեպես, ինչ որ խորհուրդ է ինձ պետք, կամ տենում եմ ընկերուհիներս, իմ շրջապատը մամա, պապա ունեն, ամեն ինչ ունեն ու ես չունեմ։ Իսկ տատիկը Տատիկը այդ բացը չի կարողանում լրացնել։ Տատիկը ինձ թվում է ոչ մեկի համար, ով որ ծնող է կորցրել, ոչ մեկ թեկուզ տատի, թեկուզ պապի չի կարա լրացնի, բայց տատին ինձ արել, որ ես ոչ մի բանի կարիք չեմ զգացել։ Օֆի, խոսենք մի փոքր դպրոցական տարիքի մասին։ Խոսենք։ Ոնց է սովորել դպրոցում։ Շատ լավ եմ սովորել դպրոցում, բայց homeschool եմ եղել 9-րդ դասարանից հետո, երևի մի 3 տարի homeschool եմ սովորել, հետո վերջին մի տարին հետ եմ գնացել դպրոց։ Դասընկերների հետ հարաբերությունները։ Շատ չեմ ունեցել ես ընկերներ, շրջապատ չեմ ունեցել, որովհետև լիքը մարդ ինձի չի ընդունել որպես ոչ հայ, ոչ սևական, ոչ օտար, ոչ միտեղ ինձի ոնց որ չէին ուզում ընդունեին, չէին ուզում իմ հետ շփվեին։
Ну, ես մենակ էի դպրոցի ժամանակ։ Ինչպիսին էին այդ ժամանակահատվածում քո զգացողությունները, որ դասընկերների կողմից կամ քո հասակակից երեխաների կողմից, շրջապատող մարդկանց կողմից, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չէիր ընդունվում կամ քեզ չէին թողնում իրենց շրջապատում։ Ասում էին ոչ հայ ես, ոչ սև ես, ոչ օտար ես, ոչ ոնց որ ասես հայերը չէին ուզում ինձ ընդունեն, որովհետև խառնորդ էի։ Սևերը չէին ուզում ինձ ընդունեն, որովհետև հայ էի։ Ну, տենց, ոնց որ ասում էին շատ տարբեր ես դու, մենք քեզի չենք ուզում։ Հաճելի չէր։ Ես այդ ժամանակ հասկացա, որ չի կարելի մարդկանց քննադատել։ Քո կարծիքով, օրինակ, մի փոքր տարօրինակ չի, արտասովոր չի, որ Ամերիկայի նման երկրում մարդկանց միջև կարող են տարբերություն դնել ռասայական պատկանելությունից ելնելով, մաշկի գույնի տարբերությունից ելնելով կամ ծնողների այլազգի լինելուց ելնելով։ Հա, մարդը։ Շատ տարօրինակ է, որ Ամերիկայում կարա լինի նման բան, որովհետև Ամերիկայում լիքն են, որ տարբեր են, տարբեր ազգերը լիքն են։ Ու էլի, կարևորը մարդը մարդ լինի, մաքուր սիրտ ունենա։ Ամենաշատը քո բնավորության մեջ ինչն ես դու սիրում եւ որ գիծն է, որը որ օրինակ ուզենայիր փոխել։ Հետաքրքիր հարցեր։ Ինչ կուզենայի փոխեի։ Ինչ կուզենայի փոխեի, որ ես համբերություն ոչ թե քիչ ունեմ, բայց այդքան չունեմ, ինչքան որ ես կուզենայի ունենայի։ Ինչը որ կողմը որ ես սիրում եմ, բարի եմ։ Շատ բարի եմ։ Բայց մի կողմից չնայած հարցս փոխում եմ, մի կողմից էլ է վատ, որ ես շատ բարի եմ։ Ինչով է վատ։ Շուշուտ եմ նեղանում։ Շատ շուշուտ եմ նեղանում, փափուկ եմ շատ բնավորությամբ։ Ես էլ եմ նեղած քո բնավորությամբ։ Հա։ Ինձ թվում է սա աղջիկները տենց են, փափուկ բնավորությամբ։ Գուցե։ Օֆի, եթե ես ճիշտ գիտեմ, սա քո երկրորդ այցելությունն է Հայաստան։ Առաջին այցելությունը եղել է մոտ 6 տարի առաջ։ Ինչպիսին է քո աչքերով Հայաստանը, ինչպիսի պետություն է, ինչպիսի քաղաք է Երևանը եւ նաեւ տարբերությունը օրինակ Ամերիկայի հետ։ Շատ մեծ տարբերություն է, բայց համել շատ քիչ։ Որտեղ որ ես եմ ապրում, նո կողքի թաղամասները, այսինքն մեր մոտ կոչվում է քաղաքները, սաղ հայ են։ Գլենդելում, Նորթ Հոլիվուդում, Բուրբենք, սաղ հայ են։ Բայց Հայաստանը շատ տարբեր է։ Շենքերը, մարդիկ, շարժը, կյանքը ստեղ լրիվ ուրիշ է։ Ինչպիսին է կյանքը այստեղ։ Ստեղ շարժ կա, կյանք կա մարդկանց մեջ, իսկ Ամերիկայում մարդիկ ոնց որ ռոբոտ լինեն։ Գործից տուն եւ Հայաստանում կա լիքը մարդիկ, ով որ սիրում են ման գան, դուրս գան, քայլեն, շփվեն, հաց ուտելու, ռեստորան, այն Ամերիկայում չկա տենց բան։ Շատ շաբաթ կիրակի օրերը հելն մի ժամով ու всё։ Ավելի սառը ժողովուրդ են, հա, այսպես կարող ենք ասել, քան հայերը։ Դու քեզ առավելապես հայ ես համարում։ Հա։ Ինչ, որովհետև հայրիկը հայ է դրա համար։ Չէ, որովհետև ես հայկական ընտանիքում եմ մեծացել։ Տատիկիս հետ եմ մեծացել, ես հայկական ձևով եմ մեծացել։ Հայերեն գրել գիտես, կարդալ գիտես։ Չէ։ Տատիկը այդ մի բանը չի հասցրել սովորացնի։ Լավ, գուցե հետո ուղղել, բայց ցանկություն ունես։ Հա, բա ոնց։ Սովորելու հայերեն։ Հա։ Ինչ տարբերություններ ես տեսնում Երևանում։ Փոխվել է հիմա շատ, թե ոչ։ Շատ է փոխվել։ Օրինակ ես որ իջա սամալյոտից ինքնաթիռից։ Դիքը շենքեր կար, որ այն անգամ չկար։ Շենքեր, խանութներ, ռեստորաններ, բիզնեսներ, չգիտեմ, տենց բաներ, լիքը փողոցները օրինակ չճանաչեցի ես։ Նույն փողոցները, որ այն ճամփով լիքը գնացել եմ ամեն օր այն անգամ որ եկա, չճանաչեցի, ճիշտ ասած։
Հյուրընկալ ժողովուրդ են հայերը։ Բոլորը միշտ են ասում, որ երբ որ գալիս են Հայաստան, հայերին սիրում են նաև իրենց հյուրընկալության համար։ Քեզ լավ են ընդունել այստեղ։ Շատ լավ են ընդունել, շատ հետաքրքիր ձևով են ինձ դիմավորել այերոպորտում։ Ոնց։ Բարողներով, մուզիկանտներով, աղուհացով, ջրով։ Այս մի քանի օրերի ընթացքում ինչ էստեղ ես, որտեղ ես հեչացրել լինել։ Եղել եմ Դիլիջան, այսօր գնալու ենք Առնիգեղարդ։ Եղել եմ, բայց ուզացել եմ միատ նորից գնան։ Մինչև գնալ ես անպայման պետք է Եռաբլուր գնանք։ Ինչու։ Ինձ թվում է ամեն մի հայ պետք է գնա, պարտավոր է գնա։ Emotionally ես կապված եմ իմ ազգի հետ շատ։ Կանք արդեն քո երաժշտական կարիերային։ Սուպերսակոյի հետ գործակցությունը ինչպես ստացվեց։ Նկատի ունեմ ձեր տեսահոլովակը, որը որ բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց։ Չեմ նշում Սուպերսակոյին, որովհետև նրան մինչև այդ էլ հա ճանաչում էին շատ շատերը, բայց այս տեսահոլովակի միջոցով բացահայտեցինք քեզ։ Այսինքն կարճ ժամանակում այն սիրվեց, դարձավ հիթ։ Կպատմես պատմությունը մի փոքր տեսահոլովակի, երգի ստեղծման, ինչպես է կարողացել աշխատել միասին։ Դե ճիշտն ասած մենք անգլերեն եւ հայերեն տարբերակ ենք ունեցել, տարբեր երգեր, մեկը եղել է Գուպտի, մեկը եղել է Սիրտս պատրաստան, որոշել ենք Գուպտին առաջինը գցենք, հետո նոր Սիրտս պատրաստան։ Սիրտս պատրաստայի ժամանակ պրոդյուսերից Հարազատ Մարթասակոն, այդ ժամանակ Սակոն զանգեց պրոդյուսերից, խոսացին, պրոդյուսերս որոշեց, որ Սակոն պետք է ունենա մի հատ verse Սիրտս պատրաստային։ Այլ ժանրում պատկերացնում ես քեզ ստեղծագործելիս, երգելիս, ոչ այս ոճի մեջ, որով որ մենք քեզ արդեն, այսպես ասեմ, սովորենք տեսնելու։ Օրինակ ժողովրդական, կարող ես երգել, ջազ, կարող ես երգել։ Ինչ ոճում ես քեզ պատկերացնում սրանից դուրս։ Double album ունեմ ես, ամեն երգը մոտ 40 երգ է, ամեն երգը տարբեր ոճով է, ամեն երգը տարբեր ժանր է, ամեն ոճն էլ կա, թե ռեգե, թե hip-hop, թե rap։ Իսկ ո՞րն է քեզ ամենահարազատը։ Որ մշտապես կուզենայիր հենց այդ ոճով հանդես գալ։ Չունեմ։ Ստում բոլորն է ինձ հաճելի են, նայած ինչ vibe-ի մեջ եմ այդ օրը։ Կարող է այն vibe-ով եմ, որ ուզում եմ այսօր jazz երգեմ։ Համաշխարհային աստղերից ում ես ամենաշատը սիրում։ Հարցը դժվար հարց է։ Շատ են նրանք։ Շատ են, շատ են։ Առաջին եռյակում ովքեր են դա։ Կասեմ Rihanna-ն, ամենաառաջինը։ Եվ որովհետև մի փոքր նման ես նրան։ Արտակնապ նկատի ունեմ, այո։ Հավոր։ Գիտեմ ես չեմ տնում, այժմ իրա ոչն է շատ ինձ դուր գալիս։ Երկրորդ, երրորդ, կասե երկրորդ, կասե Lady Gaga։ Հետաքրքիր է ինքը շատ հետաքրքիր աղջիկ է ինքը։ Բաժանի կերպար է։ Եվ երևի Beyoncé։ Իսկ ում հետ կերազեիր օրինակ դուետով հանդես գալ, ամենաշատ ում հետ կուզեիր երգել։ Երևի Rihanna-ի հետ։ Դու նաև որպես ծագող աստղ լինելով, վստահ եմ երազում ես նաև հասնել այդ ճանաչմանը, համաշխարհային մասշտաբով ճանաչմանը, որ երբ որ անունդ նշեն, այդ դեպքում արդեն բոլորը քեզ ճանաչեն, ինչպես ասում ենք Rihanna, Madonna, Beyoncé եւ այլն եւ այլն։ Ինչով պետք է այդ դեպքում առանձնանա երգչուհին, որ կարողանա հասնել այդ տիտղոսին, հասնել այդ անվանը։ Ինձ թվում է ամենակարևորը այդ մարդը մնա ոնց որ ինքը եղել է, մինչև ճանաչվել է։ Լինի ռեալ։
Դա մարդկային տեսանկյունից, իսկ մասնագիտական, հաշվի առնելով, որ ցանկացած ոլորտում կա այդ մրցակցությունը միմյանց միջև, այդ ոլորտի ներկայացուցիչների միջև։ Այդ մրցակցության պայմաններում մասնագիտական տեսանկյունից ինչով պետք է տարբերվես։ Ես թվում է երկերի մեջ դի լինի ինչ-որ մի բան, որ ժողովուրդը կարողանա տպավորվի ժողովրդի մեջ։ Երբ չի դառնալը եղել է մանկության երազանք։ Համ հա, համ չէ։ Հա ուզեցել եմ, երազել եմ եւ չեմ պատկերացրել։ Ինչու՞։ Ես չի պատկերացնի, որ ես ինձ կճանաչվեմ կամ ես այս աստիճանի կհասնեմ։ Հասնելուց հետո հիմա զգացողություններդ ինչպիսին են։ Ուժեղ եմ զգում ավելի քան առաջ, ավելի էներգիա է շատ ինձ տվել, որ ես առաջ գնամ, ոնց որ ինքս ինձ կամ իմ թիմը, իմ հետ մեջքից կանգնած, ոնց որ ինձ աջակցում են։ Հա, ամեն դեպքում։ Իսկ կա մի բան, որը որ քեզ համար արգելք է, ընդունելի չէ։ Ներկայությամբ, գուցե 2-3 տարի հետո փոխես որոշումը մտածես, որ դե չէ կարելի է նաև այս ոճը փորձել կամ այս ինչ բառը փորձել եւ այլն, բայց այս պահի դրությամբ օրինակ դա քեզ համար, այսպես ասեմ, տավու է։ Կարամ օրինակ բերեմ Cardi B, Nicki Minaj, Daja Beyoncé, որ իրանք մի հատ ոճ ունեն կամ իրանք շատ բաց են, որը որ ես չեմ կարող լինեմ, ինձ թույլ չեմ տա լինեմ։ Իրանք շատ լավն են, իրենց երգերը շատ լավն են, բայց իմ համար ընդունելի չի առհասարակ։ Լավ, եւ առաջիկա անելիքների, առաջիկա ծրագրերի մասին կպատմես մի փոքր մեզ։ Մի հատ նոր տեսահոլովակ ունենք Ռաֆի հետ, կամուկատ աուդիոն YouTube-ում է, բայց հեսա մյուզիկ վիդեոն է կլինի շուտով նոր մյուզիկ վիդեո ունենք, Հիդրի տղու հետ King Combs-ի հետ, Սիթ ունենք, Տենկար, մերսի աստված է երգի անունը, էլի coming soon։ Շնորհակալություն Աստծուն ասեցի երգի անունը։ Հա։ Իսկ դու շնորհակալ ես Աստծուն։ Շատ։ Ինչի համար նախ եւ առաջ։ Դե որ հնարավորությունը տվեց, որ այս երգի ամեն ինչը սկսեցինք, շնորհակալ եմ, որ ինքը այս իմ թիմին բերեց իմ կյանք, այսքան լավ մարդկանց սրեց իմ կյանք, տատիկիս համար, որ ինձի հասցրեցին այս կետին, որ ես հիմա կարող եմ այսօր ստեղ լինեմ քո հետ։ Քանի որ մի քանի օրից արդեն վերադառնում ես Միացյալ Նահանգներ, ինչ հիշողություններ ես քեզ հետ տանում Հայաստանից։ Անպայման համերգը, համերգի օրը, ժողովրդի դեմքները ես չեմ մոռանա, ով որ մոտիկացել է ինձ հասլով, ես քեզի շատ եմ սիրում, նկարվել է հետս, իմ ֆանատները, բոլորին կհիշեմ, այն մարդիկ, ով որ ինձ շատ սիրուն ձևի ընդունել են ստեղ, եւ Երևանը, քաղաքը։ Վերադառնալու ակնկալիքով, Հա, ցանկությամբ։ հա։ Եթե ընդհանուր առմամբ այսպես ամփոփենք մեզ Սոֆի, ինչ կասեիր մարդկանց։ Ամենամեծ ցանկությունը, բարեմաղթանքդ նաև ո՞րն է, որ ուզենայի տեղ հասցնել։ Կասեմ միշտ բարի եղեք, ու եթե մի բանի մասին երազում եք, մի երազեք, աշխատեք դեպի ձեր երազանքներին։ Դրեք նպատակ եւ քայլարեք դեպի։ Վերջում նաև քո մեսիջը ո՞րն է։ Խաղաղություն աշխարհին։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Ինձ թվում է խաղաղությունը ամենակարևոր բանն է աշխարհում, որ պակասում է ու պետք է լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար Օֆի, մաղթում ենք քեզ առաջիկայում նորանոր հաջողություններ, շատ ավելի շատ տեսահոլովակներ, հետաքրքիր եւ բազում գործակցություններ այլ արտիստների հետ։ Մերսի շատ։ Ардիլի հեռուստադիտողներ, իսկ ես հիշեցնեմ, որ Free News-ի տաղավարում զրուցում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի երգչուհի Օֆիի հետ։